Պարոն Հայրապետյան, այնուամենայնիվ դառնանք հայ ծխախոտին եւ Գրանդ Տաբակոին հիմա խնդիրներ կան, այսպես ասած, ամեն ինչ գնում է նորմալ տնտեսական կոնկուրենցիայի հիման վրա, թե այնուամենայնիվ կարող են շարունակվել ինչ որ ոչ տնտեսական ռազմորկաները։ Ես չեմ կարծում այսօրվա պայմաններում, որ կարող է պատահի ոչ տնտեսական ռազմորկաններ, մենք որևէ խնդիրներ չունենք, մենք ազնիվ բիզնեսով պատրաստ ենք բոլոր մեր հակառակորդների հետ զուտ ազնիվ բիզնեսով պայքարել, բիզնեսը հենց նա է, ով կարող է ավելի որակով, ավելի լավ, ավելի էժան արտադրի, նայել թող մնա արտադրողի դերում, արտադրի շուկանում։ Դա իդեալական տարբերակն է, ցավոք սրտի, առայժմ Հայաստանում, չգիտեմ, ինչպես ձեր դեպքում, բայց նա ով ունի տանիք իդեմս ուժային նախարարների, նա է առաջ գնացել եւ նա է առաջ գնում, իսկ նա որ չունի այդ տանիքը, նրան խեղճացնում են եւ ի վերջո խոշոր բիզնեսից հանում, կարող է կրպակը չվերցնեն կամ փոքրիկ խանութը, բայց խոշոր բիզնեսից հանում են։ Չեք նկատել այդպիսի բան։ Գիտեք ինչ, ես իմ վրա եմ վերցնում, մենք մինչև առեսօր որևէ ուժային նախարար տանիք չունենք եւ չենք էլ պատրաստվում ունենալ, բայց մեզ տենց ցանկություն չկա, որ բիզնեսից հանել։ Եթե կլինի նման բան, մենք Փառք Աստծո գոյություն ունեն լրատվամիջոցները, չորրորդ իշխանությունը, նաեւ նրանց միջոցով ձեր կդիմենք, խնդրենք, պայքարենք։ Հիմա կան դժվարություններ, արգելքներ ձեր բիզնեսի համար զուտ նպատակահարմարության առումով, այսինքն ենթադրենք նալոգովին կամ վեցը ամեն օր գալիս է ստուգումը, կամ ընդհանրապես հարկերը այնպիսին են, որ դրանք հնարավոր չի տալ, եթե նորմալ տակ, ապա կսննկանաք, այդպիսի հարցեր գոյություն ունեն։ Ուրեմն տենց հարց չկա 6-րդ վարչության հետ կապված, դրանք մեր մոտ չեն ստուգում չեն, բայց հարկային տեսությունը այս պահին էլ քրոնոմետրաժ անում, արդեն 2 ամսից ավել է։ Ինչ է նշանակում, ես այդ հատուկ տերմինը չեմ ասում ձեզ, ուրեմն հաշվում են արտադրվող սիգարետը եւ առաքվող։ 2 ամսից ավելի է նստած են, կարծեմ 8-9 աշխատողներ եւ հաշվում են։ Խնդրեմ դա իրենց խնդիրն է, մենք խնդրեմ չունենք, եթե կասկածում են, թող հաշվեն, որևէ վատ բան չենք տեսնում։ Եվ մենք հարկերը տալիս ենք, մեր հաստատագրված հարկեր են, հարկերը տալիս ենք պարտաճանան, երբեք չենք ուշացնում, առայժմ որևէ խնդրեմ չունենք, ուղղակի 3 առաջի օրը մաքսային վարչության հետ կապված կա, այնտեղ մեր պաչկեքը համարում են, որ դա պետք է հարկվի, մենք գտնում ենք իրոք էլ կապացուցենք, որ դա հարկ չի տուփը, այո, նրանք համարում են, չէ, որ մենք արդեն տուփը ստանում ենք հարթ, նրանք ասում են, որ դա չէ, արդեն այնտեղ օրենք գոյություն կա մի հատ, որը պաչկա է եւ կոդավորված է։ Մենք կոդերով իրենց կապացուցենք եւ պետք լինի դատական կարգով էլ կապացուցենք, որ դա տենց չի, մեզանից իզուր հարկ չեն կարող գանձեն։